Իրականում իմ հետաքրքրությունը հետազոտություն իրականացնելու մեջ շատ կապված է հենց գենդերային հավասարության եւ կանանց հետ, որովհետեւ հիմնականում իհարկե կան կանանց կազմակերպություններ, ովքեր որ անընդհատ տեղում են, անընդհատ պատրաստ են կանանց օգնել եւ աջակցել, բայց շատ դեպքերում կանանց օգնության այդ ձայնը երբեք չի հասնում նման կազմակերպություններին ու ցավոք սրտի երբեմն շատ կանայք նույնիսկ տեղյակ չեն նման կազմակերպությունների կամ օրինակ ապահով տների գոյության մասին։ Դրա համար երբ որ ես էլ կոալիցիայի հայտը տեսա, ինձ համար էլ բավականին հետաքրքիր էր հասկանալու, թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանում, հատկապես կրթական ոլորտում, որովհետև ըստ իս շատ խնդիրների հիմքում հենց կրթությունն է Հայաստանում, որը որ բավականին շատ բարելավելու, զարգանալու եւ ավելի արդի դառնալու հնարավորություններ ունի եւ որոնցից հուսով եմ ինչ որ մի պահի մենք բոլորս կօգտվենք։ Այդպես է սկսվել հետազոտության համենայնդեպս առաջին հատվածը։ Հետազոտությունը ինքը մի հատ մեծ հետազոտություն է, որ բաղկացած է 3 ենթավեռնագրերից եւ յուրաքանչյուրը արդեն առանձին գենդերազգանության տարբեր հատվածների մասին է խոսում։ Առաջին հատվածը, առաջին հետազոտությունը, որ մենք կոալիցիայի հետ միասին իրականացրել ենք, դա վերաբերվում է տարրական միջին եւ ավագ դպրոցներում, ներառյալ կրթության գենդերազգանությանը, այսինքն թե ինչպես է կարգավորվում կրթության մեջ գենդերազգանությունը օրենքների, իրավական ակտերի եւ մնացած օրենսդրության տեսանկյունից, եւ երկրորդը թե ինչպիսին է իրավիճակը արդեն ավելի չափելի բովանդակության մեջ, իսկ արդեն չափելի բովանդակությունը դրանք կարող են լինել օրինակ գրքերը, որոնք եւս մեր ուսումնասիրության կենտրոնում են եղել հետազոտության մեջ, դրանք կարող են լինել դասապլանները եւ այդ ամեն ինչի հետազոտության արդյունքում փորձել ենք հասկանալ ընդհանուր գենդերազգանության իրավիճակը կրթական համակարգում այս երկու փուլերում։ Հետազոտության գլխավոր խնդիրը եղել է հասկանալ թե իրավական ակտերը արդյոք եւ օրենքները արդյոք գենդերազգայուն են եւ երկրորդը չափելի բովանդակությունը արդյոք համապատասխանում է նույն իրավական ակտերի եւ օրենքներին եւ արդյոք կրկին գենդերազգայուն է։ Իրավական ակտերի դեպքում իրականում բավականին դրական էր արդյունքը, որովհետև օրինակ մինչդեռ մի քանի տարի առաջ միգուցե լինեին գենդերային դերեր հենց օրենքներում, համենայնդեպս այս պահին գենդերային դերերի բաշխում չկա օրենքներում։ Հիմնականում օգտագործվում է օրինակ շատ չեզոք բառապաշար, ինչը շատ գովելի է, որովհետև այդ դեպքում օրենքը օգտագործողը չի կարողանալու դա օգտագործի որպես խտրականության հիմք, այսպես ասեմ։ Օգտագործվում են շատ ավելի չեզոք, օրինակ աշակերտ, ուսանող, քաղաքացի, խոսույթները հիմնականում բառերը եւ տերմինոլոգիան, ինչը որ օրենքների տեսանկյունից բավականին ուժ է տալիս, որպեսզի պաշտպանությունը բոլոր ցեղերի եւ գենդերների համար առաջնային լինի։ Այսինքն այդ տեսանկյունից իրավիճակը բավականին լավ է։ Եթե նայում ենք դասապլանները եւ ուսումնական պլանները, կրկին այն ամեն ինչ որ պիտի համապատասխանի հստակ կառուցվածքի, որը որ պահանջվում է պետության կողմից, դա բոլորը շատ նորմալ համապատասխանում է, համենայնդեպս իրավական տեսանկյունից։ Այս հետազոտության մեջ ամենաշատ իրականում եւ ամենահետաքրքիրը դա չափելի բովանդակության ուսումնասիրությունն էր։ Ինչու չափելի բովանդակության ուսումնասիրությունը, որովհետև չափելի բովանդակությունը, այս դեպքում գրքերը, դրանք առաջին աղբյուրներն են, որոնցից երեխաները սովորում են, իհարկե, կամ գոնե միջոցը, որոնցից երեխաները կամ ապագա սերունդները կամ ինչպես որ մենք իրենց կորոշենք կոչել, այս երեխեքը սովորում են։ Չափելի բովանդակության մեջ շատ ինձ համար համենայնդեպս որպես հետազոտող շատ խնդրահարույց դեպքեր կան, որոնց մասին հետազոտության մեջ արդեն իսկ բարձրաձայնվել է եւ որոնց մասին բավականին շատ իրականում նաեւ քննարկվել է հետազոտության արդեն վալիդացիայի փուլում, երբ որ ունեցանք ավելի մեծ քննարկում հրավիրելով բոլոր հետաքրքրված կողմերին եւ նաեւ իրենց հետ փորձելով խոսել այս խնդիրների մասին, որոնք որ մենք հայտնաբերել ենք։ Իրավական ակտերում հիմնականում հավասարությունը բաժանվում է երկու հատվածի։ Հավասարություն, որովհետև մենք բոլորս հավասար ենք, եւ հավասարություն, որովհետև դա լավ է մեր տնտեսության համար։ Մարդկային այդ կապիտալի գործոնն է առաջ տալիս։ Երբ որ իրավահավասարությունն է հավասարության տեսանկյունից, այս դեպքում նորից բոլոր տեղերում խրախուսվում է, որ պետք է լինենք համամարտկային արժեքները պետք է բավականին բարձր լինեն մեր մեջ, մեր դպրոցներում, ուսումնական հաստատություններում, մեր ազգի մեջ, ուսա նաեւ իրենց նաեւ ենթադրում է հայրենասիրական կոմպոնենտը, որ մենք բոլորին պիտի պաշտպանենք իրավիճակը, այսինքն բավականին լավ է ներկայացված։ Մյուս տեսակը դա կապիտալն է, մարդկային կապիտալը, այսինքն բոլորս էլ հասկանում ենք, որ գենդերային հավասարությունը եւ հետեւաբար գենդերազգանությունը կրթության մեջ որպես մեր ներկայիս ուսումնասիրության թեմա, դա միայն սոցիալական խնդիր չէ։ Շատ պաշտպանողական է դառնում հասարակությունը, երբ որ դու իրան որպես սոցիալական խնդիր ես դիտարկում, որովհետեւ մտնում ես իր տուն, իր խոհանոց, իր խնդիրների մեջ եւ դրա արդյունքում խնդրեմ, փակվում է հասարակությունը փոփոխությանը։ Ուստի ըստ իս շատ խելացի է օրենքներում ներկայացնել դա երկու տեսանկյունից՝ իրավահավասարությունը որպես
իրավունք, ցանկացած մարդու հավասարություն եւ այլն, եւ մյուս կողմից արդեն մարդկային կապիտալը, որովհետեւ երբ որ կինը աշխատում է, երբ որ կինը անընդհատ տնային տնտեսուհու դերում չի, երբ որ կինը ամբողջությամբ իրեն ռեալիզացնում է, այդ դեպքում արդեն նաև զարգանում է տվյալ պետության մարդկային կապիտալը։ Իհարկե ես նաև այստեղ չեմ կարող պնդել, որ կամ որևէ այլ մեկը չեմ կարծում կարողանա պնդել, որ դրանք ուղիղ համեմատական են, այսինքն այնպես չի, որ կապիտալը զարգանում է միայն որովհետև կանայք աշխատում են, շատ այլ գործոններ էլ կան, բայց օրինակ շատ երկրների փորձը, սկանդինավյան երկրներում, չգիտեմ, Մալթայում, այս բոլոր երկրների արդյունքները ցույց են տալիս, որ իրոք, երբ որ կինը աշխատում է, երբ որ կինը տնտեսության հավասար մաս է կազմում իր ցանկությամբ, այդ դեպքում տնտեսության կապիտալի բարձրանալու շանսերը ավելի մեծ են։ Այսինքն մեր իրավական ակտերում հիմնականում մեզ երկու անջատումը կա։ Բայց երբ որ հասնում ենք արդեն բովանդակությանը, այսինքն դասագրքերին այս դեպքում ես պիտի անդրադառնամ, բովանդակության մեջ իրավահավասարությունը համենայն դեպս մարդկային կապիտալի տեսանկյունից չի հետևում։ Ինչու՞։ Իրավահավասարությունը, երբ որ խոսում ենք որպես արժեք, դա կա, կրկին խրախուսվում է, կրկին բոլորը պետք է լինեն հանդուրժող դիմացին նկատմամբ, օրենքները եւս խրախուսում են հանդուրժողականությունը, սերը, բարությունը եւ այլն, բայց մարդկային կապիտալի տեսանկյունից, երբ որ վերադառնում ես դասագրքերի, կնոջ եւ տղամարդու դերային բաշխումը ցավոք նույնն է։ Նույնը ինչ հասարակության մեջ, այսինքն արտացոլում կա, հայելում կա։ Ես այստեղ ուզում եմ նաև շեշտել, որ հետազոտության ընթացքում մենք կոալիցիայի անունից, կոալիցիայի նախագահի անունից նամակներ են հղվել բոլոր հետաքրքրվող շահագրգիռ կողմերին, ներառյալ նախարարություններին։ Այս դեպքում մենք կրթության նախարարություն ենք ուղարկել հարցում եւ հարցման ժամանակ հստակ եղել է արդյոք օրենքները եւ կրթությունը գենդերազգայուն են, այսպես ինչ որ հարցման բանը կոնկրետ անկեղծ չեմ հիշում արդեն, բայց հարցումը ուղարկելուց հետո մեզ պատասխաններ ուղարկվել, որ կրթության նախարարությունը համոզվում է, որ բոլոր կրթական բովանդակություններում, օրենքներում չլինեն որևէ խտրականության դրսևորում։ Առաջին հայացքից հիասքանչ իհարկե, բայց երկրորդ, երբ որ մի քիչ ավելի խորանում ես, բացում ես դասագիրքը, հասկանում ես, որ իրականում այդպես չի։ Մեր հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են հիմնականում մայրենի եւ հայոց լեզու հայոց գրականություն դարաշկաները, ինչու, որովհետեւ եթե չեմ սխալվում, մայրենի եւ հայոց լեզու առարկաները տարական եւ միջին դպրոցներում կազմում են մոտավորապես 9500 ժամ, որը որ 28-ից 30% տարական դպրոցում դասընթացի քանակի եւ 13-ից 15-16% կազմում միջին դպրոցում, այսինքն բավականին շատ տեղ ունի այս առարկան մեր ուսումնական հաստատություններում։ Ուստի մենք հետազոտության մեջ հիմնականում չափելի բովանդակություն ենք վերցրել մայրենի լեզուն, մայրենի տարբեր դրսևորումներ առարկաներում, լեզու, գրականություն եւ այլն։ Եվ վերցրել ենք հիմնականում այն գրքերը, որոնք որ դեռևս այստեղ են եւ մնալու են, այսինքն պատճառը, որ օրինակ մայրենի 2-ն է, ոչ թե 3-ն է, որ 3-ը ապագայում փոխվելու է, կամ հիմա արդեն փորձարկման փուլում է եւ փորձարկման փուլում գտնվող դասագիրքը հետազոտելու իմաստ ուղղակի չկա։ Համենայն դեպս մայրենի 2-ը երկու մասից է կազմված, 2-ի ուսումնասիրությունը, հայոց լեզու եւ հայ գրականության ուսումնասիրությունը ցույց են տվել, որ իրականում սոցիալական դերերի դերաբաշխումը բավականին արտացոլված է դասագրքերում։ Երբ որ բացում ես մայրենի 2-ի դասագիրքը, այնտեղ կնոջ դերը մեկն է կամ գոնե մի քանիսը եւ դա հիմնականում այն տիպիկ դերն է, որը որ բոլոր հայ կանանցից ակնկալում են կամ գոնե աշխարհում օգտագործվում են որպես կարծրատիպային դերեր, կինը միշտ փայփայողի դերում է, կինը միշտ ծիրողի դերում է, իհարկե դրական կողմեր են, բայց դրականության սահմանից դուրս են գալիս, երբ որ դա դառնում է միակ բնորոշումը։ Կինը միշտ մաղ է անում, կինը միշտ ինչ որ ուտելիք է պատրաստում, խնամում է, տատիկն է, մայրիկն է, լավագույն դեպքում ուսուցչուհին։ Դրանից ած ոչ մի դեր չունի կինը այդ գրքում ու եթե անկեղծ որպես կին, որպես նախկին աշակերտ, ներկա կին, ապագա միգուցե մայր եւ այլն, ինձ համար դա շատ ցավալի է որպես հետազոտող տեսնել։ Այս գրքերում այո, կնոջ դերերը բոլորը սահմանափակված են։ Մայրենի 2-ի երկու մասում էլ հիմնականում բոլոր կարևոր հասարակական դերը տրված են տղամարդկանց, օրինակ մենք ունենք շատ հոգատար ոստիկանի, օրինակ մենք ունենք լիքը արքաների, լիք թագավորների, որոնք բոլորը վերջն են, մենք ունենք Արգիշտին, ով հետևում է Արգիշտի թագավորի օրինակին, մենք ունենք Արմենին, որ հետևում է Մեսրոպ Մաշտոցի օրինակին, իսկ Անին մեկ-մեկ տատիկի հետ գիրք է կարդում։
Այսինքն դերերը արդյունքում ստացվում են շատ սահմանափակ ու ամենահետաքրքիրը նա է, որ չունեն այս դերերը որևէ ժամանակահատված։ Այնտեղ մայրենի 2-ում կան հատվածներ, որտեղ որ ներկայացված են հին ժամանակների ընտանիքներ, որտեղ եւս կինը այդ խարույկի դիմաց նստած խոզախորովում կամ ու շատ դժգոհ դեմքի արտահայտությամբ։ Ինձ թվում է նկարողը եւս դժգոհ ա եղել այդ իրավիճակից, չեմ կարող ասել, բայց համենայն դեպս այդ նույն իրավիճակն է։ Մայրենի լեզվի գրքում ընդամենը 2 կնոջ հիշատակում կա, դա Ռիփսիմե եւ Գայանե կույսերն են, այսքան բարբերություն եւ իրանց անունները նույնիսկ նշված չի։ Իսկ վերջի էջում չկա որևէ կին։ Վերջի էջում կան լիքը հերոսներ հայոց պատմության համար շատ կարևոր դեմքեր իհարկե, եւ այս հերոսներին ծանոթացնում է կարծեմ կամ Արգիշտին կամ Արմենը, բայց ամենայն դեպս Արմենը եւ կամ Արգիշտին ծանոթանում են այս բոլոր հերոսներին, որպեսզի լինեն իրենց նման, եւ նրանց ծանոթացնում է Արգիշտի կամ Արմենի պապիկը։ Ինչ է ստացվում, այս մի ամբողջ էջի վրա, որ ամփոփում է այս մի ամբողջ տարվա կրթությունը եւ ոչ միայն կրթությունը գիտելիքի տեսանկյունից, այլև սոցիալական կրթությունը, այդ նույն իրավահավասարությունը, որի մասին մեր օրենքները բավականին լավ խոսում են, նույն կապիտալը, ոչ միտեղ չկա կին։ Վերջի էջում ես համոզված եմ, որ ինչ որ միտեղ կարելի էր, չէ, դնել ինչ որ կին հերոսի կամ կին գրողի կամ որևէ մի կնոջ, ով որ մենք համարում ենք, որ մեր պատմության համար կարևոր դեր է եղել, ումից կարելի է խոսել, որովհետև այսպես հերոսները տղամարդիկ են, սովորողները տղամարդիկ են, սովորեցնողները տղամարդիկ են։ Եվ ինչպես ասեցի, միակ օրինակը, որտեղ որ կինը կարելի է ասել քիչ թե շատ տնտեսական զարգացման այդ նույն կապիտալի զարգացմանը մոտ է, դա ուսուցչի կերպարն է, որը որ ես հետազոտության մեջ եւս նշում եմ, ինքը առանձին ուսումնասիրելու թեմա է, որովհետեւ այժմ մենք մեծամասամբ Հայաստանում ունենք միայն կին ուսուցիչներ, ուսուցչուհիներ։ Ինչն է դրանում պատճառը։ Միգուցե նաեւ պատճառը կայանում է նրանում, որ մեր մայրենի 2-ի, մեր հայոց լեզվի դասագրքերում, մեր հայ գրականության դասագրքերում բոլոր ուսուցչի կերպարներում միայն կանայք են։ Ես ձեզ երաշխավորում եմ այդ ուսումնասիրված գրքերում չկա ընդհանրապես կին ուսուցիչ հերոս։ Բոլոր պատկերներում մայրենի 2-ի ուսուցչուհին շատ սիրուն կին է, բոլոր հայոց լեզվի քերականական բաժնի դու պիտի սովորես այս քերականությունը, այս տեսքով կանգնած հերոսուհին եւս կին է։ Այսինքն չկա տղամարդ ուսուցչի կերպար։ Ինչը օրինակ հետազոտողի համար եւ նաեւ ինձ համար բավականին խտրական է, որ ոչ միայն կնոջ նկատմամբ, որովհետեւ դու քեզ տրվում է հստակ մասնագիտական դեր, ցույց տալով, որ վերջի վերջո այո, քո սառը կապ ունի կոնտրաստ մասնագիտության հետ, դառնալով ինքնին խտրականության աղբյուր, բայց նաեւ տղամարդկանց նկատմամբ, որովհետեւ շատ տղամարդիկ ուսուցիչներ են եւ դեռ կլինեն, եւ շատերը ուզում են լինել ուսուցիչներ, բայց եթե երկրորդ դասարանում տեսնում են, որ ուսուցիչ չկա իրենց դասագրքում, ուրեմն իրենց համար մտքում մտովի այդ մասնագիտությունը այլևս գոյություն չունի։ Սա խտրականության դրսևորում է եւ դրսևորում է մեր դասագրքերում, չնայած իրավական բոլոր պաշտպանություններին եւ չնայած երաշխիքների նախարարության պատասխան նամակին համապատասխան, որ նման խտրականություններ չկան եւ բացակայում են։ Մյուս խնդրահարույց ըստ իս խնդրահարույց թեման, որ իրականում բացահայտվեց հետազոտության ընթացքում եւ կարծում եմ հետազոտություն նաեւ անհրաժեշտ կարող է չլիներ, որ բացահայտվեր, դա կին գրողների ներկայացվածությունն է մեր դպրոցներում։ Մենք այժմ ունենք 2 կին գրող, ովքեր որ միջին դպրոցում են ներկայացված, եւ 3 կին գրող, ովքեր որ տարրական դպրոցում են ներկայացված եւ ներկայացված ասելով ի նկատի ունեմ, որ իրենցից 1-2 բանաստեղծություն միգուցե կա կամ չկա։ Մնացած բոլորը տղամարդիկ են։ Ըստ Հայաստանի Հանրապետության գենդերային հավասարության ռազմավարությունը, որ 2024 թվականին դեռևս դրվել էր քվեարկության, այնտեղ նշվում է, որ ձեռքբերում է համարվում այն, որ Զապել Եսայանը այժմ տեղ ունի հայ գրականության մեջ։ Ես իրականում նորից եմ շեշտում, միգուցե պետք է տարբեր լինեն անկյունները եւ ակնոցները, որոնցով մենք նայում ենք գրականությանը, բայց ըստ իս 15 տարվա մեջ մեկ կին գրականության դասապլանում ավելացնելը չպիտի ձեռքբերում լինի, որովհետեւ դա խնդրահարույց է մի քանի կողմերով, երբ որ մենք ունենք 20 հեղինակ, ում ծանոթացնում ենք մեր ապագա սերունդներին, որոնցից շատերը կրկին են գրողներ կարող են լինել, ոստիկաններ կարող են լինել, ուսուցիչներ կարող են լինել եւ իրենցից 2-ն են կանայք, այստեղ խտրականություն կա։
բայց բուն իմաստով խտրականություն կա։ Միգուցե պատճառաբանությունները, ես կարող եմ հասկանալ պատճառաբանությունները, որ դասաժամ չկա, բա ում հանենք, որ ում դնենք եւ այլն այս իրավիճակը, բայց ամենայն դեպս սա խնդիրը, որ հետազոտությունը բարձրաձայնում է, իսկ հետազոտության աշխատանքը խնդիրը բարձրաձայնելն է։ Հետազոտության աշխատանքը սահմանափակվում է այսքանով ցավոք։ Մնացածը, որպեսզի խնդիրը հստակ լուծում ստանա, պետք է համապատասխան շահագրգիռների կողմից իրականացվի։ Սա ընդհանրապես առաջին քայլն է։ Շարունակությունը հետևելն է այն բոլոր առաջարկություններին, որոնք որ կան հետազոտության մեջ, կամ կարող են լինել այլ փորձագետների խմբերի կողմից, կամ կարող է հենց նախաձեռնվել պետության կողմից։ Այսինքն, եթե դադարում ենք հետազոտությունը անելուց հետո եւ դա թողնում ենք թղթի վրա ինչպես եւ մեր օրենքները, մեր ներքին համակարգում, ներքևից վերև փոփոխություն չի լինելու։